Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ինչ եք անում, այ հիմա պատրաստվեք և միացեք ինձ, որովհետև այսօր պետք է պատրաստեմ խոզի յուղով գաթա մածունով, դա հնուց եկած, հին ժամանակներից եկած գաթա է, որ մեր մեծերը պատրաստել են խոզի յուղով ու շատ հաջող ստացվել է, բայց մի բան ասեմ, որ նայեք, տատիկս երբ որ պատրաստում էր խոզի յուղով գաթա, ես չէի ուտում, պատկերացրու, վայ որ լսում էի, վայ խոզի յուղով ասարք է բան, ձեր չէի տալի, չէի ուտում, ասում էի վայ խոզի յուղով ու արի ուտես, որ ժամանակի ընթացքում, կյանքի բաներով մարդը փոխվում է ամեն տեսակի, փոխվում է թե ճաշակը, փոխվում է թե ուտելիքի հանդեպ մոտեցումը, հիմա խոզի յուղով գաթան դառել է իմ ամենասիրելի գաթան, ես մեծ սիրով պատրաստում եմ խոզի յուղով գաթա և մեծ սիրով էլ ուտում եմ և հյուրասիրում եմ իմ եկած հյուրերին էլ և բոլորն էլ շատ հավանում են, կան օրինակ ունենք բարեկամներ, որ մի զանգահարում են, ասում են Գոհար խոզի յուղով գաթան կսարքես, որ գանք, ասում եմ մեծ սիրով համեցեք և հիմա ուզում եմ այսօր էլ մեծ սիրով ձեզ ներկայացնել իմ բաղադրատոմսով խոզի յուղով գաթան հետևորդներ ջան։ Հիմա ամեն ինչ նախօրոք պատրաստել եմ, որ հեսա սկսեմ արդեն դնել խմորը լինի, իսկ այդ ընթացքում երբ որ խմորը կլինի, արդեն խորիզը կպատրաստեմ խոզի յուղովի համար ուրիշ ձևի խորիզ եմ պատրաստում, որովհետև նրա յուղայնությունը մի քիչ խոզի յուղինը մի քիչ ավելի սենց յուղային է տալիս և խորիզը ես մեջի մի քիչ ավելի սենց թույլոտ եմ պատրաստում, խիտ չեմ անում, որ հետը խոսա և ավելի համադրելի լինի հետևորդներ ջան։ Ինչու ֆորմա չեմ հագել, ինչու չեմ արել, ասեմ ինչու չեմ արել, հենց նոր եկել եմ լավաշի արտադրամասից, այսօր այնտեղ համ հաց էի թխում, համ լավաշ էի թխում և այսպես խառը եկել եմ գոգնոցս և գլխարկս ամբողջությամբ կեղտոտվել էր, այնտեղ որ մի տեսակ շատ շոք է, շատ սարսափելի շոք է, պատկերացրեք, որ սենց գոգնոցս գլխարկս ջրի մեջ գնար, տարել եմ և անմիջապես դրել եմ լվանալու, այդ իսկ պատճառով էլ այսօր մնացել եմ առանց գոգնոցի, առանց գլխարկի, ունեմ տարբեր տեսակի գոգնոցներ, բայց հավատացեք դա իմ սիրելի գոգնոցն ու գլխարկն է, որովհետև շատ եմ սիրում, մյուսները որ կապում եմ մի տեսակից մեջը լավ չեմ զգում։ Հիմա սկսեմ արդեն պատրաստել մեր մածունով գաթան, ինչ եմ անում, ուզում եմ այնպես ուղղել, որ բոլորդ էլ տեսնեք, թե ինչ պարագաներ եմ օգտագործում։ Դե սկսեցինք պատրաստել, ուրեմն սա միքսերի սամանն է, դնում եմ և տարեն հանում եմ, որպեսզի ամբողջական զրոցույց տա, որ բաղադրիչների գրամները լցնելուց ճիշտ լինի։ Ինչ եմ անում, ասեմ սկզբից նախօրոք, որ ես մածունով գաթան խոզի յուղով որ պատրաստում եմ առանց ձու, ես խմորին ձու չեմ գցում։ Հիմա պատրաստելու եմ 1 կիլոգրամ ալյուրով, 1 կիլոգրամ ալյուրը նախօրոք լցնեմ, անպայման ալյուրը մենք գաթաների ժամանակ լցնում ենք առաջինը ալյուրը, 1 կիլոգրամ ալյուրը լցրեցի, նորից տարան հանում եմ, զրոյացնում եմ, որպեսզի սալի չափերն է նորմալ լինի, այսպես մեր խոզի սալն է հետևորդներ ջան, հալել եմ, այսպես սիրուն, տեսեք ինչ սպիտակ գույն ունի սալը, ես ընդհանրապես սալը հալելուց էլ երբեք չեմ թողնում, որ ինքը այն բոլորիվ հալվի, կարմրի, նոր սկսեմ մեջից քամել հանել,
այլ երբ որ տեսնում եմ, որ սալը հալվել է մի քիչ, ես անմիջապես փոքրիկ շերեփով վերցնում եմ մեջից լցնում, որպեսզի սալը ունենա այս տեսակի սպիտակ գույն։ Ավելացնելու եմ 400 գրամ սալ։ 400 գրամ։ 400 գրամը լրիվ նորմալ չափա 1 կիլոգրամ ալյուրի համար։ Պետք չի սալի քանակը, յուղի քանակը նկատի ունեմ չարաշահել կամ ավել լցնել, մտածելով, որ սպասեք մի քիչ ավել լցնեմ, լավը լինի, ոչ, հավատացեք մի քիչ ավելի դեպքում կարա խմորը այսպես ծմկի և ընդհանրապես չորանա և տեղից ընդհանրապես չշարժվի, դա շատ յուղի հետևանքով է այնպես լինում, այնպես որ չափաբաժինները պահում ենք նորմալ, 1 կիլոգրամ ալյուր, 400 գրամ սալ, ընդամենը սա և ես տանում եմ միացնելու հարիչով, մի քիչ կհարվի, նոր արդեն կավելացնեմ մնացած բաները, տարա Տեսեք, այսպես հարվում է, երբ ենք հասկանում, որ արդեն պետք է մնացած բաղադրիչները ավելացնենք, հիմա նայեք անջատում եմ, ու այսպես մեջը տեսեք ցույց տամ, երբ որ այսպես նայեք, լինում է, այս տեսակի, խորիզանման զանգված, նայեք, ալյուրն ու յուղը այսպես հարվել և դառել է այսպես խորիզանման զանգված, նոր այդ դեպքում բոլորը ստուգում ենք, տեսեք արդեն ինքը ոչ գնդիկ, ոչ մի բան, նոր այդ ժամանակ ավելացնելու ենք արդեն մնացած մյուս բաղադրիչները և նորից միացնենք հարվելու բաղադրիչները, դրոժե, սոդա, շաքարավազ և աղ է լինելու, ինչ եմ ավելացնելու, հիմա ցույց տամ, ավելացնելու եմ այսքան, կես ճաշի գթալ, խմորիչ, ավելացնելու եմ այսպես մի փոքր գթալի ծայրով աղ, մի գթալ այսպես շաքարավազ և ավելացնելու եմ սոդա, սոդան էլ քիչ այսպես գթալի այսպես ծայրով սոդա եմ ավելացնելու և միացնում եմ ու թողնում եմ, որ մի 2-ից 3 րոպե այսպես մնացած մյուս բաղադրիչները խառնվեն յուղի և ալյուրի հետ։ Նոր հետո արդեն իսկ կավելացնեմ մածունը, թող մի քիչ հարվի։ Արդեն բավականին խառնվել է և նորմալ, ավելի ինքը լավնացավ, ավելի խոնավացավ, այսպես, հիմա ավելացնելու եմ վանելին, անուշ լինի վանելինից, մոտավորապես մի չայի գթալա վանելինը, որպեսզի խոզի յուղի համը մի քիչ մեղմի, էլի վանելինային համ ստանանք և ավելացնելու եմ մեկ այսպիսի բան կա մածուն, լավ պինդ մածուն է, վերցնում ենք քամարայից, շատ լավ մածուն է տալիս, մեծ դույլերով էլ ունի, նես փոքր դույլերով էլ ունի, բայց ես վերցնում եմ 3 կիլանոց դույլով մածունը, շատ համ մատչելի է, համ շատ որակյալ մածուն է, լավ պինդ է, ինչը պետք է, որ լավը լինի, թխվածքը ստանալու համար պինդ մածունը որակը երաշխավորում է։ Այսպես խառնվում է մածունն ու ալյուրը, տեսնենք, թե ինչ խտություն կստանա, պետք է լինի ոչ թույլ, ոչ շատ պինդ խմոր, միջին։ Արդեն խմորը հունցվավ, հանեմ մեջից, տեսեք, թե ինչ տեսակի խմոր ստացա, ինչքան էլ ասենք, թե հարիչով լավ հարվել է, կապ չունի, ես այսպես, իմ ձեռքերով պետք է լավ տրորեմ հասկանալու համար, որ խմորը ինչքանով է ստացված, ինչքանով է հունցված, էլաստիկ, դա ես անպայման պետք է հասկանամ տրորելով ու նոր որակավորումը տամ, թե արդեն պատրաստ է մեր խմորը, թե հլը տեղ ունի հունցվելու, բայց լրիվ կասեմ ամբողջությամբ պատրաստ է մեր խմորը
Այսենց, տեսեք թե ինչ լավ, էլաստիկ, այս ձերի պետք է լինի պնդությունը, տեսեք, այսինքն ձեռքերին չկպչող պնդություն պետք է ունենա, հեսա կկշռեմ, կտեսնեմ, թե ինչքան է, կբաժանեմ երկու հավասար գնդերի և կթողնեմ, որ մի փոքրիկ հանգստանա, որովհետև յուրաքանչյուր խմոր պահանջում է, որպեսզի մի փոքրիկ հանգստանա։ Եթե խմորը բացեմ անմիջապես, թեկուզ անգամ գռտնակով ես իրան կդժվարանամ բացել։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խմոր, այսպես գռտնակով բացելու խմորի նկատի ունեմ, երբ որ խմորը դնում ես, թողնում ես, որ 5-ից 10 րոպե լիարժեք հանգստանա։ Իսկ կոնկրետ այս խմորը մի անգամ պետք է գնդեմ, թողնեմ 5 րոպե, երկրորդ անգամ էլ նորից տրորեմ, թողնեմ, ավելի էլաստիկ լինելու համար։ Բերեմ կշեռքը, տեսնենք, թե ինչքան խմոր ենք ստացել ընդհանուր մասսայի քաշ։ 2 կիլո 100 գրամ ենք ստացել, այսինքն յուրաքանչյուր գունդը պետք է լինի կիլո 50 գրամ։ Բաժանեմ, մի փոքր եմ շփոթվել, վերջ։ 2 գունդն էլ մենք ունեցանք միևնույն նույն քաշերը։ Հիմա սիրուն մի հատ ես գնդերն էլ տրորելով, այսպես, տրորելով անել գունդ, այսպես, և դնենք հանգստանալու, այս մեկն էլ, այսենց, նույն ձևը, թողնում ենք, որ մի 5 րոպե հանգստանա, հետո նորից վերագունդ անեմ ու դնեմ։ Հետևորդներ ջան, մինչ խմորս հանգստանում է, պատրաստում եմ խորիս, այսպես վերցրել եմ 200 գրամ կարակ և պատրաստելու եմ խորիս, ես խորիսը պատրաստում եմ շաքարի փոշիով, հետևորդներ ջան, ու ըստ աշկաչափի եմ լցնում շաքարի փոշին, երբ որ տրորում եմ կամ ավելացնում եմ ալյուրը, հասկանում եմ քաղցր է, էլի է ուզում, թե չէ։ Այդ և ավելացնելու եմ մի վանելին։ Եվ սկսում եմ հունցել։ Լավ հունցում եմ, չնայած շաքարի փոշիով պետք չէ, որ հունցը շատ լինի, որովհետև շաքարի փոշիով ինքը ընդհանրապես շաքարավազը հատիկները ինքը խրխրթան է մնում, իսկ շաքարի փոշիով շատ արագ է լինում, սա կոչվում է արագ խորիս։ Դե քանի որ ես էլ միշտ տապում եմ, գործերը շատ են, ես նախընտրում եմ արագ տարբերակը։ Անմիջապես հալվում է կարագի հետ, տեսեք մի հատ խառնեցի և անմիջապես այսպես խառնվեց և դառավ այսպեսակի կրեմային զանգված։ Իրան ինչքան արագ ստանում բերում է, սկսում է գույնը սպիտակել։ Բայց ինձ թվում է, որ շաքարի փոշին մի քիչ է։ Արդեն խտությունից ջոկում եմ։ Եվ հեսակ ավելացնեմ ալյուրը։ Ալյուրը էլի նույնպես ես ավելացնում եմ աշկաչափով։ Տեսեք ինչ լավ սպիտակեց։ Հիմա ավելացնելու եմ աշկաչափով, բայց մի քիչ թույլ, չէ, նշեցի, որ թույլ եմ պատրաստելու գաթայի համար, այս տեսակի գաթայի համար մի քիչ թույլ խորիս։ Այսպես։
Հայկ, ոնց են քանում այնտեղ աշխատանքները առանց ինձ։ Շատ առևտուր եմ անում, բաց։ Առևտուր ես անում, մալադեց։ Հայկին այնտեղ թողել եմ մենակ եւ ես այստեղ եկել ու համովություններ եմ պատրաստում։ Ոչինչ, հեսա մի հատ գաթա կհյուրասիրեմ Հայկին եւ խաթերը կառնեմ։ Հերիքա երկու գնդի համար լրիվ նորմալ է, հերիքա։ Սկսում ենք արդեն պատրաստել։ Առաջի գունդը բացենք։ Մի քիչ բարակ եմ բացելու, որ ռուլետա նման եմ լցնելու ալյուրը եւ խորիզը ռուլետա նման եմ լցնելու պտտեմ, որպեսզի շերտերը շատ հաշ չլինեն։ Այդ իսկ պատճառով մի քիչ բարակ պետք է բացենք։ Լավ էլաստիկ խմոր է ստացվել, շատ լավն է։ Տեսեք, լավ բացվում է։ Ինչքան գլատկի խմոր, այնքան լավ գաթաներ։ Բայց աշխատում ենք այս երեսի, թաց երեսը անպայման լինի մեր տեսանելին։ Այսինքն իրական երեսը լինի, որ համ փայլուն լինի, համ հաջող։ Լրիվ նորմալ է։ Սա մի փոքրիկ ալյուր անեմ ու իրական երեսը շուրտեմ տակը։ Անիչապես։ Լրիվ նորմալ է։ Արդեն լցնեմ խորիզը։ Խորիզը արդեն պատրաստել եմ եւ այսպես սկսում եմ տարածել ամբողջ բացվածքով մեկ։ Ինքը որ մի քիչ խոնավոտ եմ արել, ոնց որ կպնի եւ լավ չտարածվի, բայց պետք է մենք տարածենք իրան, չնայենք, որպեսզի բոլոր տեղերում լինի համով խորիզը քաղցր։ Ես մի քիչ քաղցր եմ անում խորիզը, որովհետեւ ամուսինս էլ շատ է սիրում, երբ որ գաթան լինում է քաղցր։ Դա ըստ ճաշակի է, դուք ինչքան ուզում եք, ինչ ձև ուզում եք, այնպես էլ պատրաստեք։ Հիմա այս երկու կողմերից այսպես բերում եմ մի հատ, այսպես փակում եմ, փակ հատված եմ ստանում։ Նույնը անում եմ այս մի կողմը, որ այս կողմում էլ ունենամ փակ հատված, որպեսզի պտտելու դեպքում խորիզը չհոսի, արանքներից չթափվի։ Ու այսպես ռուլետա նման փաթաթելով, մանր պինդ սեղմելով փաթաթելուց, ես էլի եմ նշում, սա յուղով է խոզի, որը ունի յուղային հատկություն եւ պետք է լավ պինդ իրան պտտելով գնանք, որպեսզի կարողանա փռվի եւ լայն տարածվի։ Այսպես ռուլետա նման պտտում ենք։ Արդեն ոնց որ հասնում ենք վերջը։
Այսպես, տեսեք ինչ սիրունիկ լավ ռուլետ ստացանք, ռուլետանը տակ անպայման շուռ եմ տալիս, ես այսպես կարով մի հատ անցնում եմ, որպեսզի տակը ամուր փակվի, մի քիչ սենց ալյուր եմ անում և շուռ եմ տալիս, սեղանին էլ ենք ալյուր անում, որ չկպնի հանկարծ կրտնակով բացելուց, մի հատ փակացնում եմ ու մի հատ էլ այսպես գրտնակով անցնում եմ վրայով, այսենց, համ տափակում է, համ ձևն է ֆիքսում, համ երկարում է, այսպես, լավ է, նորմալ չափ է, իսկ հիմա գաթակտրիչով գեղեցիկ ուզորով կտրեմ և դնեմ սինիի մեջ, որպեսզի հանգստանա։ Կտրում ենք ուզորներով, այս տեսակի, տեսեք, չափի ես չեմ էլ սիրում կտորները շատ մեծանեն, փոքր միջին չափի կտորները շատ հարմար են, թե ուտելու, թե վաճառքի համար։ Շատ հաջող խմոր է ստացվել, շատ հավեսով աշխատում եմ։ Ուրեմն մինչ սպասում էի, որ գաթաները հասունանան և թխվեն, առիթը չկորցրեցի և այսպես լուսին պեչենիներն է պատրաստեցի, որ գաթայից անմիջապես հետո դնեմ թխվելու, այսպես մեկ սինի եմ սարքել, հեսա գաթան արդեն դուրս է գալիս, արդեն իսկ կարմրել է, հեսա որ հանեմ ցույց կտամ, անմիջապես կդնեմ լուսինները, դե լուսինները իրանք պետք է համարյա թե այս տեսակի գույնով հանենք մեջից, որ չպետք է կարմրի, այսինքն սպիտակ շաքար չորակի էինք մենք ասում էլի, ես իր անունը դրել եմ լուսին և այդպես եմ ասում, բայց ինչքան որ խանութներում տեսել եմ վաճառքի, ասում են շաքար չորեկի, թե ես լուսին եմ ասում, ես այդպես եմ սովոր, տեսնեմ թե ինչպես կլինի, թե գաթան, թե մեր լուսինները և երկուսն էլ ցույց կտամ հետևորդներ ջան։ Ահա հետևորդներ ջան, պատրաստեցի, վերջացրեցի խոզի յուղով մածունով գաթան, տեսեք թե ինչ տեսք ունի, համն էլ շատ արտակարգ է, մի հատ ասիլը փորձեմ, տեսնեմ ինչ համ է ստացվել, շատ համով էր եղել, կարող եք իմ բաղադրատոմսով փորձել և հաստատ կտեսնեք, թե ինչքան խրթան բերանի մեջ հալչող խմոր է լինում, անգամ ուժ չես գործադրում ծամելուն, այցև հալվում է բերանի մեջ։ Փորձեք և կհամոզվեք, սիրով տրամադրել եմ ձեզ իմ բաղադրատոմսերը, որոնք որոշ չափով ես մտածելով, որոշ չափով նայելով, որը նայել եմ ինտերնետից և ահագին բաներ եմ սովորել, նայց չի, որ ամեն ինչը ասենք, թե ես գիտեմ կամ իմացած եմ ծնվել, ամեն ինչն է հետաքրքրել է, նայել եմ, ուսումնասիրել եմ, փորձել եմ, չի ստացվել, թափել եմ, նորից եմ փորձել, այսինքն հույսս չեմ կորցրել և ուզեցել եմ, որպեսզի առաջ գնամ, սարքեմ, իմանամ և իմ հրաշալի ու համեղ բաղադրատոմսերով կիսվեմ բոլորիդ հետևորդներ ջան, ովքեր որ ինձ նայում են, դիտում են, ոչ միայն Հայաստանում, այլ օտար երկրներում էլ, ապա ինձ թվում է մեծ օգնություն եմ ցուցաբերում բաղադրատոմսեր ներկայացնելու արագ, համեղ և որակյալ
ովքեր որ նոր են միանում ինձ հետևորդներ, ովքեր որ իմ ալիքը չգիտեն եւ նոր են միանում, ապա խորհուրդ կտամ մտնել եւ իմ վիդեոները նայել սկզբից եւ մինչեւ վերջ եւ կտեսնեն, թե ինչ հետաքրքիր ու համեղ բաղադրատոմսեր եմ ներկայացնում սիրով բոլորի համար եւ ամենայն մանրամասնորեն։ Սա մածունովը եւ խոզի յուղով գաթան է, իսկ սա լուսիններն է, որը արագի մեջ պատրաստեցի, երբ որ մածունով գաթայի խմորը արդեն իսկ սկսում էր հասունանալ։ Պատրաստել եմ սիրով եւ մատուցում եմ իմ բոլոր հաճախորդներին։ Ձեր հետ գոհարներ, այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, մնաք Աստծով։